Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Իսրայելի կառավարությունը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ինչ արձագանքներ կան։ Ռուսաստանից հնչել է հերթական նախազգուշացումը։ Հայաստան խաղաղության խաչմերուկում հատուկ ռեպորտաժ Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին։ Իսրայելի կառավարությունը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան եւ Ադրբեջանը կտրուկ են արձագանքել։ Իսրայելը փորձում է քողարկել իր իսկ գործած հանցագործությունները պաղեստինցի ժողովրդի դեմ։ Թուրքիայի արտգործնախարարությունն այսպես է արձագանքել Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ադրբեջանն էլ պնդում է, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը խեղաթյուրվում են։ Իսկ այդ թեման քաղաքական որոշման առարկա դարձնելն ըստ Բաքվի անընդունելի է։ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սարի առաջարկած նախագծին պաշտոնապես ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Սարը կառավարության նիստում հայտարարել է, երբեք ուշ չէ ճիշտ գործել։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հավանություն էր տվել հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Եթե նախագիծն ընդունվի նաև Քնեսետի կողմից, ապա Իսրայելը կմիանա 32 այլ պետությունների, այդ թվում Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Լեհաստանին եւ Գերմանիային, որոնք պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Այս սոսկալի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 1 դար առաջ եւ որի պատմական փաստերի շուրջ որևէ իրական տարաձայնություն չկա, խլեց 1.5 միլիոն անմեղ կյանք ու կործանեց հնամենի մշակութային եւ պատմական ժառանգություն։ Համոզված եմ, որ որպես հրեաներ եւ առավել եւս որպես հրեա ժողովրդի ազգային պետություն մեր բարոյական պարտքն էր կայացնել այսօրվա որոշումը։ Երախտագիտություն եմ հայտնում վարչապետ Բենյամին Նեթանյահուին ցուցաբերած աջակցության եւ իմ գործընկերներին կառավարության անդամներին այս հարցում սատարելու համար։ Ռուսաստանից հնչել է հերթական նախազգուշացումը։ Երևանի կողմից Ռուսաստանի հետ ավանդական կապերը խզելու ցանկացած քայլ անխուսափելիորեն լուրջ հետևանքներ կունենա հայ ժողովրդի համար։ Դմիտրի Մեդվեդևն է հայտարարել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին կդատի նրանց գործնական քայլերից։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի նախագահ Պուտինը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեռ չի շնորհավորել։ Մոսկվայից տարբեր պնդումներ են հնչում, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել։ Ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառեց։ Վլադիմիր Պուտինի մակարդակով Հայաստանին հորդորում են արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միությունում մնալու եւ դեպի Եվրամիություն ձգտումների մեջ։ Իսկ Երևանից վստահեցնում են, առայժմ հնարավոր է համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը եւ դեպի Եվրամիություն ձգտումները։ Հայաստան խաղաղության խաչմերուկում TVP World-ի հատուկ ռեպորտաժը պատմում է Հայաստանի անվտանգային եւ քաղաքական մարտահրավերների մասին։ Այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները, Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը, ինչպես նաև սահմանամերձ բնակիչների պատմություններն ու խաղաղության հասնելու դժվար ճանապարհը։ Ֆիլմն արդեն հասանելի է ՎՏ Հայաստան Նյուզի YouTube-յան ալիքում։ Նախագծի հեղինակ իմ գործընկեր Դիանա Սկայայի հետ զրուցել ենք ֆիլմի ստեղծման գաղափարի, նկարահանման ընթացքում եղած դժվարությունների եւ ֆիլմի կարևոր ուղերձների մասին։ Ես ուզում եմ հասկանալ ֆիլմի գաղափարն ինչպես առաջացավ։ Ռազմիկ, անցած տարի TVP World-ի հետ Հայաստան ենք գնացել, որ լուսաբանենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Երևանում եւ այդ ընթացքում, երբ որ հարցազրույցներ էի կատարում եւ այլն, ինձ հրավիրեցին մասնակցելու Եվրամիության դիտորդական առաքելության մեդիա բարեկային շրջային։ Եվ իդեպ ասեմ քեզ, որ իհարկե ասեցինք այո, այսինքն սկզբում դա պարզապես պետք է սովորական մի փոքր 3 րոպեանոց ռեպորտաժ լիներ, բայց ինչպես դուք տեսնելու եք, ստացվեց մի 20 րոպեանոց շարժանկար։ Նկարահանումների ընթացքում ամենաբարդ հատվածը որն էր քեզ համար։ Եվ դու նաև բավականին բարդ ժամանակահատվածում էիր Հայաստանում, տարբեր քննարկումներ, հատկապես թրիփի շուրջ։ Հիմա, երբ որ հանդիպել ենք ղեկավարի հետ Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ Մարկուս Ռիտերը, որը իդեպ այլևս արդեն ընդեղ չի, ուրեմն իր հետ բավականին զրուցել եմ։ Եվ շատ հետաքրքիր էր, դու հասկանում ես, որ այս մարդը քեզ տանում է համարյա Նախիջևանի սահմանին,
Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին։ Ռազմիկ, ես ամբողջ կյանքում երևի մենակ կարող ես ոչ թե երազել, բայց շատ էմոցիոնալ ու հասկացի դու լրագրող ես, չէ՞, որպեսի լրագրող դա շատ դժվար է, առաջինը։ Դու ինչպես պետք է ռեպորտաժ գրես, ինֆորմացիաները հավաքես, հարցազրույց կատարես, երբ որ արդեն իդեպ այս պատմության հետ ու ինչ որ մի դեպ հետաքրքիր տենց, ինչպես ասած, մի բան զգում ես, չէ՞, թեմային, մանավանդ պատերազմից հետո, հա, այդ երկրորդ պատերազմից հետո։ Եվ իդեպ Մարկուսը շատ հետաքրքիր անց էր։ Եվ մեզ պատմում էր, եւ իդեպ գնում եք մինչեւ Նախիջևան, Եղեգնաձոր, իրանց ամբողջ թիմի հետ, եւ ասեմ, որ ինքը այնտեղ եղել է 2020 թվականին, երբ որ հայերը վերջին դու ասա նկատի ունես 2023 թվականը գուցե։ Եթե դուք ֆիլմը իհարկե նայեք, ես իրան այդ հարցը տվել եմ, քանի հոգի էր Մարկուս, քանի հոգի եք հաշվել, եւ ինքը ասում է ամեն օր մի 20,000 հայ։ Եվ ինքը այնտեղ եղել է այդ մարդը իր աչքերով դա այդ ամբողջ պատմությունը տեսել է։ Հիմա ամենակարևորը ինչ էր, երբ որ ես Մարկուսի հետ սկսել եմ այցելել այդ տեսնում ենք այդ սահմանը, այդ ամեն ինչը նկարահանում ենք, դրոններ ունենք եւ շատ հետաքրքիր կադրեր ենք նկարահանել։ Իդեպ ուրիշ մի բան եմ հասկացել, որ ստեղ այս 3 րոպեանոց ռեպորտաժով չի ավարտվի, այս մի ռեպորտաժով դուք հասկանում եք, մենք 2.5 ժամ Երևանից հասել ենք Եղեգնաձոր, մենակ այս ռեպորտաժը իմանալով, չէ, ու ես հիշում եմ, որ մեքենայում ինձ Մարկուսը պատմում էր, տեսեք, մարդիկ, ովքեր բնակիչները, Եղեգնաձորի բնակիչները, որքան ուրախ են եւ որքան ապահով են իրանց զգում, որ մենք ստեղ ենք, որ մի 2-3 տարի արդեն ստեղ ենք, որ թեկուզ Մարկուսը ասել է, որ այլևս պատերազմ չկա, կրակոց չկա, երկու կողմից։ Ու Ռազմիկ ջան, այդ պարակայում ես որոշեցի իհարկե սկսել այցելել Եղեգնաձորի գյուղը եւ խոսել բնակիչների հետ եւ ինչ տպավորություններ ստացար այդ զրույցներից։ Էմոցիոնալ օր էր Ռազմիկ։ Ես չեմ կարող ասեմ, որովհետեւ պետք է իհարկե շարժանկարը նայեք, բայց իդեպ ասեմ, որ կեսը ոմանք չէին ուզում մեր հետ խոսային։ Ինչու։ Երևի վախից, վախենում էին, ուղղակի չէին ուզում ինչ պետք է ասեին, բայց իհարկե ստեղ հետաքրքիրը ինչը ստացվեց, որ մենք ուզում ենք ցույց տալ, չէ, որ ոչ միայն ստեղ քաղաքացիությունն է կարևոր, այլ մարդկանց ապրելակերպը, ինչպես են մարդիկ ապրում հենց այդ սահմանին, որը ամեն ինչ տեսել են իրանց աչքերով։ Ինչ են զգում, որ հիմա տես Եվրոպան այնքան, ասպիսի ասած, այնքան արդեն դեր ունի, չէ՞, հիմա դերակատարում Հայաստանում, ու դու հիմա նշել ես այդ Trump նախագծի շուրջ բավականին շատ են քննարկումները։ Ինչ է փոխվել, թե որտեղ որտեղ է։ Մարտակոսն էլ ներկայացրեց, թե ինչ կարևորություն ունի առհասարակ միջին միջանցքի առումով Հարավային Կովկասը։ Եվ ամենակարևորը իհարկե ուզում էի ցույց տալ, թե ինչից են վախենում եւ ինչի հույս ունեն, Ռազմիկ, ինչի հույս ունեն։ Եվ ամենակարևորը այն էր, որ ինչպես ստացվեց այս շարժանկարը, որ մի հանդիպումը տանում էր մյուսին։ Մի մարդ մեզ ծանոթացնում էր մյուս մարդու հետ։ Այսինքն յուրաքանչյուր մարդ մեզ բացում էր մի նոր հետաքրքիր դռներ։ Ավելի մենք հանգիստ ենք, մեզ ավելի ապահով ենք զգում։ Մենք պետքա չվախենանք ընդհանրապես, բայց արդեն մեր մեջ վախը ներշնչել են։ Տեսնում ենք օտար երկրացիներ, որ կան, գնում են սահմաններ եւ այլն, ինչ որ հարցերի լուծում են տալի, դա մեր համար ահագին մեծ նշանակություն ունի։ Մենք մտածում ենք, որ մենք իրոք գնում ենք ռեպորտաժ մի հատ 2-3 րոպեանոց ռեպորտաժ անելու եւ այդտենց ավարտվելու։ Իդեպ ասեմ, դու ինձ հարց ես տվել, թե ամենադժվար պահը ինչ էր ինձ համար։ Ես կասեի երևի մի կնոջ, որը երբեք չեմ մոռանա, Անահիտ անունով, Եղեգնաձորում, ով մեր հետ շատ երկար խոսացել էր։ Եվ իդեպ ինքը մեզ խոսացել է Եռաբլուրի մասին։
Եվ այդ օրերազմիկ դու հասկացի մենք մի քանի ժամից արդեն պետք է հետ թռնեինք Վարշավա։ Ասի չէ գնում ենք տեղ գնում ենք Երաբլուր։ Ու ես այդ րոպեն ես հիշում եմ, հիմա ես չգիտեի, որ շատ, այսինքն հնարավորություն չկար այնտեղից ուղիղ եթեր մտնելու, որ պետքա հատուկ հրաման ունենայիր, որ այնտեղից նկարահանես։ Եթե ստեղից գնում ենք Եվրոպայից, այդտենց չի էլի, որ գիտենք, որ պետքա ինչ-որ մի հրաման, հատուկ թույլտվություն, բայց Երաբլուր, հիմա ես քեզ եմ հարցում, որպես լրագրող, թե ինչի պետքա հատուկ թուղթ ունենաս, որ նկարահանես մի Պանթեոնում, չէ, Երաբլուր ինչի համար։ Եվ Այս առումով իրավիճակը բավականին բարդ է իրականում։ Շատ բարդ էր, ու ես ասել եմ, ասացի այն ժամանակ, ասացի այնտեղ որ կար, այնտեղ ոստիկանությունը, ասի կներեք, բայց ես մի քանի րոպեից ուղիղ եթեր պետքա մտնեմ։ Բայց քեզ հաջողվեց ի վերջո իր նկարահանում իրականացնել եւ բավականին ես դիտել եմ իհարկե ֆիլմը, բավականին հուզիչ էր։ Հուզիչ էր մանավանդ, երբ որ ծանոթացել եմ մի քանի ընտանիքների հետ, ովքեր ռազմիկ այնտեղ ամեն օր գտնվում էին, որովհետև իհարկե իրանց տղաները զոհվել էին պատերազմի ժամանակ եւ խոսել էին մեզ հետ եւ իդեպ նորից կրկնում եմ, երբ որ նորից մտածել եմ, որ հիմա արդեն կարող ենք շարունակել իդ Երևան վերադառնալ, արդեն պատրաստ ենք կամերաները հավաքել էինք ու մի կողմ տեսնում եմ զինվորներ են կանգնած, մի խումբ զինվոր։ Զինվորի խումբ ենք տեսնում։ Շուտ-շուտ է գալիս տեղ։ Ամեն շաբաթ։ Զգում եք, որ մի օր իրոք խաղաղություն կլինի։ Մենք որ պետք է ամեն ինչին ոչ սպասում ենք, ոչ զգում ենք, ոչ էլ էական փոփոխություն ենք տեսնում։ Փոփոխություն չեք տեսնում։ Ամեն վարկյանը ամեն ինչի պատրաստ ենք էլի։ Ինչ եք զգում, որ գալիս եք ստեղ Երաբլուր։ Դե անբացատրելի զգացողություն, ամեն մարդ իր ներսում ազգում ինչ-որ զգում։ Դուք ինչ եք զգում։ Միակ բացատրելի բանը, որ կարանք ասենք ցավն է էլի, ունեցածը։ Շատ ընկերներ ունեք ստեղ։ Երաշարասյուն։ Մենակ ստեղ չեն ունեն գեները։ Ամեն մի գյուղում 3-4 հոգի զոհվել է, դե շատ մասերն էլ շատ մարդիկ գյուղացի են։ Ես փոյջը հասկայ այլն առաջ աչքած կանենք հասկաց։ Երբեք չեմ մոռանա Երաբլուրում մի հատ, եթե տենց կարելի ասել, դու ինձ ասել հուզիչ, ամենահուզիչ մոմենտը։ Իհարկե միկրոֆոնը, այսինքն փակ միկրոֆոն ունեինք եւ մի հատ տատիկ կար, եթե կարամ ասեմ, սենց մի հատ տատիկ կար։ Մի տարեցկին կար։ Մի տարեցկին, հա։ Եվ ռազմիկ ուղակի ինձ այնքան էր հարցնում, թեև հարցնում աղջիկ ջան, ջիգար ջան, դուք նկարել եք մեր եւ ռազմիկ գիտես ես սկսեցի լացել եւ որպես լրագրող դու իրավունք չունես լացել։ Այո։ Գործի ժամանակ, չէ, ու արդեն դե չզսպեցի եւ երբեք չեմ մոռանա այդ մոմենտը, երբեք։ Ինչ է պատմում ի վերջո ֆիլմը։ Բավականին տարբեր դրվագների մասին խոսեցիր, եթե ամբողջացնենք ի վերջո ֆիլմը ինչի մասին է։ Սկսել ենք, որ ուզում ենք ցույց տալ իդեպ այդ Եվրոպայի, այդ Եվրամիության դիտորդական առաքելությունը, թե ինչով է զբաղվում, ինչպես են պաշտպանում, այսինքն Հայաստանի կողմից սահմանը, որովհետև իդեպ Մարկուսը մեզ ասել էր, որ Ադրբեջանը մերժեց իրանց կողմի, իրանց սահմանի կողմին, այսինքն որ նրանք էլ Ադրբեջանի կողմից էլ չէ լինեն։ Եվ հասկացել ենք, որ այստեղ կարևորը ոչ թե քաղաքացիությունն է, այլ իրոք մարդկանց ուժը, մարդկանց մտածելակերպը, մանավանդ այն մարդիկ, նորից կրկնում եմ, ովքեր ապրում են վախի մեջ,
ովքեր հույս ունեն, որ ինչ որ փոփոխություններ կլինեն, բայց ես կասեի, որ կեսը իրոք կարծում են, որ Հայաստանում ինչ որ տենց խաղաղություն կարող է լինել, բայց մեծամասն էլ մտածում են, որ ինչպես պետք է Դիանա, եթե ամփոփենք մեր զրույցը, ինչ կուզենայիր, որպեսզի հեռուստադիտողը, մեզ դիտողները զգային ֆիլմը դիտելիս։ Կուզենայի, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն Հայաստանը։ Տեսնեն ոչ միայն հակամարտությունը, թե պատերազմը, թե կռիվը, այլ նաև մարդկանց նրանց ուժը ու խաղաղ ապրելու ցանկությունը, բայց իրանց աչքերով։ Եվ իհարկե, ես ուզում եմ հիմա Հայաստանում լինել եւ ապրել իդեպ դու արդեն գիտես, որ ես տեղափոխվում ես Հայաստան։ Որոշել եմ ինքս արդեն ստուդիոից, Վարշավայի ստուդիոից հելնել եւ տեղափոխվել Հայաստան, որ իհարկե ռազմիկ կարողանամ շարունակել իրանց պատմությունը լույսի բերել։ Երևանի մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիներ կկառուցվեն։ Վարորդները պետք է այնտեղ թողնեն անձնական մեքենաները եւ տեղաշարժը շարունակեն հանրային տրանսպորտով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել։ Առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ել ավելի արագ, ել ավելի հարմար եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, որովհետեւ ուղղակի այլ լուծումներ Երևան քաղաքում եւ մնացած այլ քաղաքներում էլ տենց հորինված չեն, այսինքն եթե ավտոմեքենաների քանակը ավելանում է մարդատար, դրա միակ լուծումը այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետք է մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ 1300 մահ մեկ շաբաթում։ Եվրոպայում անոմալ շոկի հետևանքով գրանցվում է դժբախտ պատահարների եւ մահվան դեպքերի թվի աճ։ Եվրոպայում շարունակվող ծայրահեղ շոկը հանգեցնում է մարդկային կորուստների, առողջապահական ռիսկերի եւ ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության։ Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ։ Գերմանիայում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ +41.3 աստիճան տաքություն։ Չեխիայում Դոքսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է +40.6 աստիճան տաքություն։ Լեհաստանում գրանցվել է պատմական շոկ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 40.5 աստիճան տաքության, գերազանցելով 105 տարվա վաղեմության ռեկորդը։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։ Իշխանությունները հայտարարում են եղանակային վտանգի կարմիր մակարդակներ, փակում են դպրոցները, սահմանափակում են զանգվածային միջոցառումների անցկացումը եւ բնակիչներին կոչ անում հնարավորինս քիչ գտնվել արևի տակ։ Եվրոպան երկրի ամենաարագ տաքացող մայրցամաքն է։ Այն տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից 2 անգամ ավելի արագ։ Այս պահին 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոկի պայմաններում։ Հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակվել են, իսկ էլեկտրացանցերը գործում են գերծանրաբեռնվածության պայմաններում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ Վտա Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։